ՔՊ-ն հաղթել է վաղարշապատում, բայց հաղթել է ոչ թե հանրային մեծամասնության աջակցության, այլ ընտրական մաթեմատիկայի հաշվին։ Նկատում են քաղտեխնոլոգները։ Վաղարշապատի ընտրություններին ընտրական իրավունք ունեցողների կեսն էլ չի մասնակցել։ 69866 ընտրողների 45.12%-ն են քվեարկության գնացել։ ՔՊ-ին ընտրել են 15298-ը։ Այսինքն իշխանությունը ստացել է ընդամենը 21.8% աջակցություն։ Բայց քանի որ համամասնական ընտրակարգում ընտրական շեմը չհաղթահարած կուսակցությունների քվեները հոդս չեն ցնդում, բաշխվում են շեմը հաղթահարած ուժերի միջև, ՔՊ-ն շահել է։ Վաղարշապատի ավագանիում կձևավորի 58% մեծամասնություն։ Կկարողանա միանձնյա որոշումներ կայացնել, համայնքապետ ընտրել առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Վաղարշապատի ավագանիի 33 տեղից 19 ՔՊ-ինն են, 14-ը ընդդիմադիրներինը։ Հաղթանակ դաշինքը 12 մանդատ է ստացել, Մայր Հայաստանը 2 մանդատ։ Պայքարի ելած 8 քաղաքական ուժերից այս 3-ն են միայն անցողիկ շեմը հաղթահարել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, հաղթանակ կուսակցությունների դաշինքինը Սևակ Խաչատրյանը, իսկ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը։ Ձեր գյուղում կհաղթեք, շատ ձայն կհավաքեք։ Աստված առաջ։ Աստված առաջ էր, նախկին համայնքապետը հաղթել է իր գյուղում։ Դողսը ընդդիմադիր Մայր Հայաստանին 353 ձայն է տվել, իշխանական քաղաքացիական պայմանագրին 200։ Գրիշա Հարությունյանը 2016-ից 2021 թվականներին է Դողսը ղեկավարել։ Ընդդիմադիրները հաղթել են նաև Ծաղկունք գյուղում, որի նախկին գյուղապետը համայնքը 20 տարի ղեկավարած Դավիթ Կարապետյանը Մայր Հայաստան կուսակցության երկրորդ համարն է։ Ծաղկունքում Մայր Հայաստանը 274 ձայն է ստացել, ՔՊ-ն 203։ Թե Դավիթ Կարապետյանին, թե Գրիշա Հարությունյանին ըստ պտտվող լուրերի մեղադրանքներ են առաջադրվել ղեկավարման տարիներին օրենքներ խախտելու համար։ Նրանք համացանցից են իմացել, որ ԱԱԾ երկու աշխատակից հաղորդում են ներկայացրել իրենց դեմ հենց ընտրությունների նախաշեմին։ Մեզ միջ օրս ոչ մի ծանոթություն չի եկել, միջ օրս ոչ մեկ մեզ չի հանդիպել եւ դա մամուլի, այսպես ասած, տեղեկությունն է, որ մենք տիրապետում ենք։ Վախեցնել, մեկուսացնել, քաղտեխնոլոգներն ասում են ՔՊ-ի այս մարտավարությունը ընդգծվել է վաղարշապատի ընտրություններին։ Իշխանության հաղթանակին նպաստել են նաև վարչատարածքային այն փոփոխությունները, որոնք ՔՊ-ն ըստ մասնագետների հենց ընտրություններին հաղթանակի համար է արել։ Վաղարշապատ համայնքը բաղկացած էր Էջմիածին քաղաքից եւ Ոսկեհատ գյուղից։ Ամռանը կառավարությունում որոշեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի մաս պետք է դառնա նաև Խոյ Արթենիս խոշորացված համայնքը իր 17 գյուղերով։ Խոյի համայնքի նախկին ղեկավար Արգիշտի Մեխակյանը, որ 2024 թվականի դեկտեմբերի նշանակվեց Արմավիրի մարզպետ, հիմա էլ կդառնա Վաղարշապատի համայնքապետ։ Պետ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, հաշվարկների գիտակ, զգուշացնում է. Հայաստանում գործող համամասնական ընտրակարգը, շեմը չհաղթահարածների ձայները հաղթահարածների մեջ դոնթի մեթոդով բաշխելը, բարձր անցողիկ շեմերը ռիսկերով լի են։ Ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստանում են շատ ձայներ, ունենում են քիչ ներկայացվածություն։ Վաղարշապատի մոդելը կարող է կրկնվել 2026-ի խորհրդարանական ընտրություններին, գրել է Անանյանը։ Շարունակել, եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ընտրական համակարգը նորից կօգնի իշխանությանը վերարտադրվել։ Վաղարշապատի ընտրությունները ազդանշան են, ահազանգ։ Արփիս Քեսյան, Էդգար Խուշյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։